Որդին որոշել է մայրիկի ծննդյան օրը շնորհավոր Արմեն Անուշը աղբերը գտնվում է Ռուսաստանում, բայց հայտնաբերել գերսոր նրա մայրիկի Տիկին Մարգարիտի ծննդյան օր։ Մեր Տիկին Մարգարիտայի համար են այս ծափերը եւ որտեղ են նա հələ ինչ հերու տեղ ա Եղեցիք անակնկալ որդիների կողմից, всё, դու Ջան, չէ, մի ասա որդի։ Նվիրենք մայրիկին, ծաղիկներ, քաղցրություն Եվ ասենք, թե ինչքան շատ է արել։ Արիստից օգտվելով շնորհավորել մեր կանանց եւ աղջիկների մարտի 14 ներսում հնչում է Յուրի Շատունով։ Շնորհակալություն հայտնել գիտեք ինչի համար, որ մեր ազգին տվել եք 4 տղա, 4 զինվոր, 4 հզոր անձնավորություն։ Հիմա թող գա հանդիսավայրը, գնանք դեպքի վայրը։ Գիտեմ, որ ձեր ծննդյան օրը ամսի 12-ին է։ Այո։ Հա, բայց այսօր են նշում հետաքրքիր սիրուն նվերը։ Շնորհակալ ենք ձեր ակտիվ մասնակցության համար, ծափերի համար։ Բարեկամներ, արգանքներս մենք Դիլիջանից եկանք հասանք Արարատ քաղաք։ Արարատ քաղաքը հիասքանչ է։ Ուղղակի հիմա իմ օթերևոթաբանության գիտելիքները զատնի դրեցին։ Ես սխալ գիտեի, այստեղ էլ է թախծոտ եղանակ։ Թախծոտ է, բայց ուրախ, ռոմանտիկ Եվ շատ կարևոր, որ որդին որոշել է մայրիկի ծննդյան օրը շնորհավորի։ Որդին Արմեն Անուշը աղբերը գտնվում է Ռուսաստանում, իսկ այսօր նրա մայրիկի Տիկին Մարգարիտի ծննդյան օրն է, հավաքվել են բարեկամներով նշում են, իսկ որդու սերը մենք պետք է տեղ հասցնենք, տանենք, նվիրենք մայրիկին, ծաղիկներ, քաղցրություն եւ ասենք, թե ինչքան շատ է Արմենը նրան սիրում ու գնահատում։ Մեր այսօրվա կարևորագույն գործողություններից մեկը այս գեղեցիկ ու հարգարժան պատվերն է, որովհետև գովելի է, երբ որ որդին առասարակ երեխան սիրում ու հարգում է իր մայրիկին։ Եվ չնայած հեռավորությանը ամեն ինչ անում է, որ նրա ներկայությունը զգացվի եւ սերը նույնպես։ Գնանք մաղթենք լավագույն մաղթանքները մեր Տիկին Մարգարիտին այսօր այդ օրն է։ Հիմա մենք Արարատ քաղաքի բանուկ փողոցներից մեկում ենք։ Այստեղ ուղղակի շարժը ցերեկվա ժամերին շատ ուժեղ է, բայց հիմա քանի որ շաբաթ օր է եւ երեկո, բոլորը հավաքվել գնացել են միտեղ ուտել խմելու, որովհետեւ արարատցի մեր բարեկամները հենց այդպիսին են։ Ուտող, խմող, քեֆ անող հայեր են։ Դրա համար էլ հիմա քիչ շարժ կա փողոցում։ Մենք հիմա կգնանք կանցնենք մեր մեծն սպարապետ հզոր Վազգեն Սարգսյանի կիսանդրի կողքով, իսկ հավաքույթի վայրը հենց այդ մասում է։ Արդեն հասանք մեր մեծն սպարապետին, այստեղ պետք է զգաստ քայլով մարշ անես, որովհետև հզոր մարդու անուն եմ տալիս։ Մարդով իր կյանքը չի երևում հիմա ոչինչ, բայց մենք այստեղ ենք։ Մարդով իր կյանքը ներդրեց հանուն հայրենիքի եւ չէ, ստեղծեց գեղեցիկ ու հզոր հայոց բանակը իր համախոհների հետ միասին մենք բոլորից ենք շնորհակալ, բայց դե Վազգեն Սարգսյանը առանձին հզոր կերպար է մեզ համար եւ օրինակելի, նրան պետք է միշտ նայենք ու սովորենք։ Հիմա զանգենք Սերոբ աղբորը, ով մեզ դիմավորելու է, հասկանանք որտեղ է ռեստորանը։ Ավտոները տեսանք, մնում է հավաքույթի վայրը տեսնենք։ Այստեղ չի։ Ասաց է, բայց հայ էկոնոմբանկան անցնում ես, կատուն են գնում։ Հա, այս այլ է ավտոներ, նկարագրածի պես։ Պիտի որ ես էլի, հա? Ինչ կարծիք ես, թե տունա։ Սերոբ բարեկամս, ես հիմա հայ էկոնոմբանկի դեմով անցա եկա։ Ով է եկար, ես էլ եմ դուրս։ Հəլելի տենա, տուն ենք եկե, հա? Չէ, օբեկտ, աղբերս, օբեկտ։ Աղբեր հա էլի, օբեկտին նման էլ է, Վարդան։ Օբեկտ, ավտոներ լիքը շարված են։ Աղբերս, հա, էլի դեմնել էր ավտոն։ Հա, դու տես արի, ես հենց իմ էլա դեմը։ Աղբերը էլի, ես կաղա անցած էլ եմ։ Այկոնոմի դեմով։ Այկոնոմ բանկի մոտ ասեմ, բրատս։ Այսինքն հետ գամ, ես աստեմ այդ ավտո զատնի դրա, ես вообще զատնի չեմ դնում, բայց զատնի դրած ավտո է, նա այդպես։ Հա, զատնի գալիս ես, հա։ Հա, այսինքն անցել եմ, էլի։ Աչի դրա նայի, ես 0 եմ անում քեզ, այս քայլի աչի դրա նայի։ Վարդանը լաչի վրա նայի, այդպես 0 անող ունենք։ 0 եմ անում, այս ծառի տակ գնա։ Հա, ծառի տակ ես կանգնել։ Դե գալիս ենք ուրեմ։ Ոնց է տրամադրությունը հիմա։ Ընտիր, աղբերս, արի այստեղ կայնի։ Գալիս եմ այն դել կայնեմ հենց։ Ուղղակի այդպես մանեկանք օբյեկտ չգտանք, բայց
Կողնյան անգնով։ Հետևի Կողնյանը։ Այ մեծ աղբեր ես, ոնց որ լավ է քեֆ ես անում դու, անթևով ես էլ եկել մեզ դիմավորես։ Որտե ենք է տալու, հələ ձեռով ցույց տուր։ Ես ասեմ ով։ Լավ, всё։ Շորտ ակտեր։ Հա։ Ինքը մեր պստիկն է։ Հա։ Ինքը այս Ինքը չի եկել։ Չէ, ինքը Լենին դատա։ Հա։ Հա, չէ, նորմալ է, թողոց մնա։ Արմեն եղբայրը գտնվելով Լենինը գրադում, այսինքն Սանկտ Պետերբուրգում, որոշել է մայրիկի ծննդյանը ներկա գտնվի մեր միջոցով։ Գնում ենք Մարգարիտա։ Տիկին Մարգարիտայի ծննդյան օրը շնորհավորենք։ Տիկին Մարգարիտան հզոր հայ մայր է, ով ունի 4 որդի։ Աղջիկ։ Աղջիկ չունի, 4 որդի, հզոր աղբերներ, որ մինչ օրս այնքան լավ դաստիարակություն են ստացել, որ մինչ օրս հարգում սիրում են մայրիկին։ Հիմա 3 աղբերից ստեք, մեկը Լենինգրադ։ Այն Լենինգրադին ինչի՞ չի եկել։ Չի կարացել։ Դե ամեն դեպքում հարգելի պատճառով։ Իսկ ներսում Յուրի Շատունովն է տժժում, տժժեցնում։ Այս ասեմ, որ ասել կայնստի, всё։ Կայնստի չի, ոչ բան թող չասի, որովհետեւ Թո DJ բանը գա, DJ չէ, Թամադան թո գա։ Բարեկամներ, ներսում հնչում է Յուրի Շատունով։ Բարի օր։ Չբարևես նա ինձ, ոչինչ։ Հիմա թող գա հանդիսավայրը, գնանք դեպքի վայրը եւ շնորհավորենք տիկին Մարգարիտայի ծննդյան օրը։ Նա ունի 4 որդի, հզոր հայ մայր, որ բոլոր հայ մայրեր ունենան 4 որդի, մեր ազգը նմանը չի ունենա։ Հա, ես էլ հազար բարին, լավ եմ, դու ոնց ես, ես էլ ասեմ շուտ թրջվել ես, ես բաները տես խապես, ժոգիրա, ուշեղա, բայց խայտա պղետ գեղեցիկա, դուրս եկավ շորըտ, բան անենք, երաշտինը պրսնի, Շատունովը գնա Ռուսաստան, մենք մտնենք, որտեղ Ռուսաստանից բաներ ենք բերել, բայց դու չասես, էլ ում կողմից, դու ասա հանակնկալ կա, ճանաչում ա չեմ տիկին Մարգարիտան ինձ, թե չի ճանաչում, ճանչնագը, արդեն ինքը բանով կնայի, հա, հələ չի նայ, Պակի գեղեցիկ անակնկալ որդիների կողմից, всё, դու Ջան, չէ, մի ասա որտե, դու ասա անակնկալ, դու ասա ուղղա չէ, ասա անակնկալ Տիկին Մարգարիտայի, всё։ Հետո ես կգամ ընդեսակ ասեմ։ Մաման այստեղ է նստած բրատ։ Հիմա նստածա չի պարում։ Չէ։ Անուշ ախպեր վիճակ էլի։ Համը 5 րոպե։ Всё, давай, հարց կա։ Թե չեմ տեսնում, դե ես իրան դու չկանչես, ես կգամ կանչեմ կենտրոն, դե տորթը հետ վախա չէ լնելու։ Հետո ահա ես կանգնած եմ 3 եղբայրների հետ, հպարտություն եմ զգում։ Պարզապես Սերոպն էլ ունի նվերը, մի կտավ է որոշել նվիրի։ Պրոբլեմ չունես, նվիրելու ենք ու շատ գեղեցիկ է լինելու։ Այսօր մայրիկի մեծարման երեկոն է, որովհետև հենց այսօր է ծնվել մեր տիկին Մարգարիտան, ուղիղ 70 տարի առաջ, մարտի 14-ին։ Մարտի 12-ին է, բայց Հա, 12-ին է ծնվել, հա։ Մենք 14-ին ենք արել, էդի իմ կողմից։ Էսի դե պահում ես ձեռդ։ Ապայման։ Ինչի համար, բայց հենց կասեմ այդտեղ կտաս։ Всё, խնդիր չկա։ Կա գա կօգնեք որ բաց էլի, դե հիմա կաղա։ Դե ես գնացի, Հա, դե գնաս։ կերպելու քեզ հաջողություն եմ։ Շնորհակալ եմ բարեկամ, արի գրկեմ նոր գնա, որ բանանես էլի, որ ասես լավ էներգետիկայով գնաս։ Всё։ Մի գատովի։ Էտո բա։ Ասում ախ եթե իմանայի որ տունը կմնայի, հա? Տենց է ասում։ Դե պետք է իմանա, ասենք ստատիստիկա գոյություն ունի։ Կմնայի չէի պսակ։ Այլի։ Ին տեքիդրատ Հին հեքիաթ։ Հեքիաթ, հին հեքիաթ։ Հին հեքիաթ։ Ես թե եմ կարդում լրիվ լոգիկայի մեջ։ Դու կարաս ռեկլամ։ Հին հեքիաթը ռեստորանն է, մերն է էսի։ Հեքիաթ է ելել, Հեքիաթ։ Հեքիաթ է եղել։ հեքիաթ է կոչվում։ Հիմա անուրջա։ Հիմա հին հեքիաթ է։ Հիմա հին հեքիաթ է։ Այն վաղ հեքիաթը հիմա լրիվ հին հեքիաթ։ Քաղաքապետի տեղակալի, տեղակալի։ Բա շատ լավ է։ Ուժեղով եք դա, առաջ անգամ են գալի ոտներս խերով ելնի, բա, այստեղ չեմ եկել։ Իրանք մեր հարևաններն են, շատ մոտիկ են։ Կգանք ախպեր, ոնց չեն գա։ Ահա քան դարվա մեջ առաջ անգամ են գալի։ Ուրեմն բացումը ես կարեցի։ Հա, բացում ենք արել հին հեքիաթում։ Ասեմ ձեզ, որ հին հեքիաթում հին ծաղկամաններ կան ու շատ գեղեցիկ պատրաստված։ Վարդան ֆիքսի էլի ծաղկամանները միշտ ներս կգնանք։ Շատ անակնկալներ եւ այս պահին պետք է խնդրեմ, որպեսզի շատ բարձրացնենք եւ ներս են հրավիրում եւս մեկ շատ լավ մարդու, ով իր հետ բերել է գեղեցիկ անակնկալ։ Դիմավորեք բարձր ծափերով։
Շնորհակալ եմ բարեկամ լավ գեղեցիկ ներկայացնելու համար, ապրեք ծափերի համար, բայց մեծ լավ ավելի լավ ծափեր, առանց երաժշտության ծափեր։ Մեր Տիկին Մարգարիտայի համար են այս ծափերը եւ որտեղ են նա, հələ ինչ հեռու տեղ է նստել, ես ստիպված եմ ձեզ այստեղ կանչել։ Եկեք, որովհետեւ այսօր ձեր օրն է եւ բոլորը այստեղ հավաքվել են, որ ձեզ ուրախացնեն, սեր ու հարգանք ցույց տան, որն էլ իր հերթին ձեզ լիքը առողջություն ու երկար երջանիկ կյանք է ապարգևելու։ Այնպես որ վստահ եկեք։ Հենց որ հասնի այնտեղ ծափեր կտակ, հենց այնտեղ, հələ չէ, էլի հենց հասնի այնտեղ որ հոբելյարին հա սկսում ենք ծափերը գեղեցիկ։ Այսօր շատ կարևոր օր է եւ ուզում եմ առիթից օգտվելով շնորհավորել մեր կանանց եւ աղջիկների մարտի 14-ը։ Շնորհավոր։ Իսկ ձեզ ես հատուկ քաղցրություն եմ բերել, այսքան ոչ մեկին ոչ մի բան չեմ բերել։ Մենակ ձեզ եմ բերել, որովհետեւ այսօր ձեր օրն է եւ ուզում եմ ձեզանից շնորհակալություն հայտնել, գիտեք ինչի համար, որ մեր ազգին տվել եք 4 տղա, 4 զինվոր, 4 հզոր անձնավորություն, ովքեր ձեզ շատ են սիրում ու ծափերն էլ ես գեղեցիկ ընտանիքի համար։ Հիմա դուք արդեն կարող եք կամաց երազանք պահել, որովհետեւ ձեր երազանքները այսօր հատուկ օր է կատարվելու են։ Գիտեմ, որ ձեր ծննդյան օրը ամսի 12-ին էր։ Այո։ Հա, բայց այսօր են նշում, որովհետև այսօր լավ օր է։ Այսօր թողելի։ Ու կարևորը սերը միշտ կա, օրը էական չի։ Այնպես որ մատ երազանք պահեք, այս քաղցրությունը ձեր ձեռքերում հատուկ մարդու կողմից ենք բերել։ Սրբությունն եք, մայրը, մեր Արմեն ախոր, շատ սիրելի մայրիկն եք, նա այս քաղցրությամբ ներողություն ա խնդրում, համ շնորհավորում, համ էլ ամուր գրկում ա ձեզ։ Հավատացեք ձեզ շատ ասում, շատ էր ուզում այստեղ ներկա լինել։ Մերկու լավ բան ասեք հələ։ Շնորհակալություն իմ տղաներից, շատ գոհ եմ, շնորհակալ եմ։ Արմենից էլ շնորհակալ, որ անակնկալը պատրաստ է իմ համար։ Ես տամ ձեզ, հա։ Բանը, տորթը տանք թող տանեն, հիմա ես բռնեմ ձեզ, հա, ոնց որ սենց օրորվում եք մի քիչ, օրորվում եք, լավ, դե ուզմունքից է դա, հա, հիմա ես ուզում եմ ձեզ ծաղիկներ նվիրի, ձեր որ որդին նվիրի, 3-ը այստեղ են, ես նրանց հետ ընկերացել եմ արդեն։ Արմենն է։ Չէ, Արմենը չի կարա, Արմենը բանա, Լենինգրադա, ով նվիրի, ձեր 3 որդիներից ներկա, որ մեկը նվիրի ծաղիկները։ Ինձ համար տարբերություն չկա։ Ով ավելի շատ ուզում նվիրի, տղերք։ Հա, դու ազատ ես հիմա, դու ես նվիրում ու մամային լավ ուժեղ կգրկես, ծափերն էլ չենք մոռանում։ Նվիրի։ Թող քեզ ամոր գրկեմ սիրտը իմ Ինձ համար հոսող արցունքներն աչքերից սրբել Մատ գրկե, էլ իսկ ես ու մայրիկին, հələ գետա գրկե այդ ես վախով, ես աղիտ եմ դառնա Հիմա քանի որ ձեզ բոլորը շատ եք սիրում, ձեր մյուս որդին, մեր սերով, աղբերը, ենք հասկամացնես, կյանքով լեցուն աղբերը քո համար նվել ունի։ Ուր է նա, նվերդ վերցրած, հա, պահել էր դուրսը, մամայի համար հատուկ նվել ունի, ու հիմա քանի որ ձեր հարսիկը, մյուս որդին, ձեր կողքնեն, որ բացեք ես նվերը։ Հետաքրքիր սիրուն նվերը։ Շնորհակալ ենք ձեր ակտիվ մասնակցության համար, ծափերի համար։ Ես քիչ եմ էլ փոշմանում, որ մարտի 14-ը շնորհավորեցի, ապրեք, շատ լավ մարդիկ եք դուք, շատ գեղեցիկ է ամեն ինչ, հոբելյարը հուզվել է հիմա, հա, հուզվել եք, ժպտում է, ժպիտ ու կյանք, իսկ հիմա շատ արագ որդին հարսիկի հետ, թորնիկի հետ պատրում են, փաթեթավորում է և տեսնում ենք նկարը, իմացեք, որ ձեզ շատ են սիրում, Ձեր այս ժպիտը տեսեք, այս ժպիտը միշտ ուզում եմ որ լինի, որ դուք առողջ լինեք, լավ լինեք, շատ լավ պահի եկակ բերեցիք աթոռը։ Իսկ հիմա մենք գիտեք ինչ ենք որոշել, որ ձեր որդիներից մեկի հետ, գիտեմ, այսօր պարել եք տանգո, բայց մի հատ էլ պարեք, այս ժպիտը ձեր դեմքին։ Մի րոպե, 15 վայրկյան։ Հələ կան դու ինքը ասի, պարում եք, կարակ։ Հավատը լավ է, չէ, փայլում է, չէ, ուժ է տալի, չէ, դե ուրեմն պարում եք։ Հետո ամել որդին կողքը կանգնած է, գրկած է մայրիկին լինելու, հաստատ ոչ մի վտանգ չկա։ Դե հիմա մի հատ լավ գեղեցիկ երգ մայրիկի մասին, թող սերը զգա այս տանգոյի միջոցով, որից հետո կհաջորդի մեկ ուրիշ անակնկալ։ Հա, ճիշտ եմ ասում։
գիշերները մեր երազների քո ցավը պահել ժպիտի տակ որ մենք ժպտանք այս աշխարհում Քո ձեռքերում խաղաղություն կա Քո գրգում ամբողջ աշխարհը Քո աղոթքներով կանգուն է մեր տունը Քո օրնությամբ բանց է գր ջամփան Մայրիկ դու դնդանիք միավորողն ես Մեր տանսյունն ես, մեր հոգուլույսը Երեխաների սերն ես անսահման Մեր կյանքի հույսն ես, մեր սրտի ձայնը Շենոր հագանություն, մայրիկ ջան քեզ Քո անսահման սիրո համար Հով Աստված տա քեզ առողջություն շատ Եվ օրհնածներ բաժում կյանքի բոլոր ուղին Քո սրտի ջերմությամբ տունն է շնչում Քո աղոթքով է պահված մեր վաղվա օրը Քո ամեն հայացքը խրատուսեր Քո ամեն խոսքը ճշմարիտ ուղի Քո ամեն ապտակը աղոթքելուր Որ զավակդ մեծանար ու արդուարդա Հիմա պետք է խնդրեմ, որպեսզի մայրիկը չհեռանա, մոտենա դորդի մոտ, իհարկե որդիների հետ միասին խնդրում եմ համեցեք մոտեցեք դորդի մոտ Բարեկամներ, սիրված մայրիկը թող մոտենա եւս մեկ քաղցրության մոտ, դորդի մոտ, նրան շատ են սիրում, այսօր մի քիչ վատ առողջ է եղել, բայց նրան լիքը առողջություն, այս սերը ու հարգանքը նրան անպայման կտա առողջություն։ Իսկ մեզ ձեր լայքերն ու բաժանորդները կտան առողջություն, այնպես որ տվեք մեզ առողջություն, ընկերական էլի։ Ես էլ քեզանից եմ շնորհակալ իմ հանդիսաբար բարեկամ։ Ես շատ սիրում հարգում եմ։ Մենակ, աղբերս, Դե կապով, կապ։ Տեսար Ջան, նմանակը կար։ ուրա, ով է։ Կոսիմովը։ Հա, իմ ընկերն է ինքը։ Ոնց ուրկեր են։ Հելա դե աղբերս։ Բոլորիս հետ, բոլորիս Աստծո օրհնություն, բոլորիս գեղեցիկ օրեր եւ հարգանքը շատ լինի ամեն դեպքում, ամեն հարցում։ Իսկ մենք շարունակում ենք մեր ճանապարհը դեպի Երևան, որովհետև Երևանում էլ ունենք անակնկալ, այնտեղ տատիկի եւ թորնիկի ծննդյան օր է, այնպես որ գնում ենք Երևան, այսպես անձրևի տակով գեղեցիկ, հա։ Բայց դուք այդ անակնկալը կտեսնեք մի քիչ հետո, այսինքն կմտնեք մեր էջ, կհաջորդի հաջորդ տեսանյութը եւ կտեսնեք։ Իմ սիրելի հետևորդներ, բարեկամներ, գնացինք։